Համ հաղթեցիք, համ պարտվեցիք, վերջը չհասկացանք, ձեր Սարիկը վերջը հաղթեց, թե պարտվեց, եւ քաղաքապետ կդառնա, թե Վարդան Ղուկասյանը կդառնա քաղաքապետ, ինչ պլաններ ունեք այդ մասին։ Ճիշտ է, մենք Գյումրիում չենք պարտվել, որովհետեւ այն արդյունքները, որը քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը գրանցել է, միանշանակ հաղթանակի նշան է 17200 քվ ստանալը գյումրեցիներից, այդքան էլ հեշտ բան չի, պիտի գյումրեցին գիտեք կամ շատ սիրելուց սիրում է, չսիրելուց բնականաբար իր դիրքորոշումը սա շատ հստակ արտահայտում է, եւ ես միանշանակ սիրել է եւ համամասնական ընտրակարգով քաղաքացիները ընտրում են ավականիներ, որը կառավարելու է քաղաքը։ Այսօրվա մեր թիմ օրենսգրքով քաղաքի տերը ավականիներն են, քաղաքը կառավարում է ավականին եւ քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը ունի 14 մանդատ եւ ամենամեծ խմբակցությունն է եւ դրանից կարելի է հետեւություններ անել։ Պարոն Աղջյան, ես Գյումրիում էլ եք ՀՊ-ն առաջնորդվում, ինչ են լինի, մենք մեզ պարտված չենք համարի սկզբունքով։ Դե մենք մեզ պարտված չենք համարում, ել եմ ասում 14 մանդատ ամենամեծ խմբակցություն 2-3 մանդատներով ու իդեպ ոչ կոալիցիա կազմելով համարել, որ կառավարում են անելու Գյումրիում, միանշանակ Այսինքն ինչ եք անել, էլի մյուս համայնքների նման ինչ-որ մարդագործությամբ եք զբաղվելու եւ կամ ինչպես շատերն են ասում անասնագործությամբ եք զբաղվելու, մանդատները տանեք, օրինակ ձեր Սարիկին դարձնեք քաղաքապետ մենք երբևիցե մարդագործությամբ չենք զբաղվել, առավել եւս ծեր բնորոշումները տված հարից չեն երբևիցե նման գործունեությամբ չենք զբաղվել, այն իրողությունները, որոնք եղել են օրենքի սահմաններում եւ մենք չենք պատրաստվում Գյումրիում որևէ նման գործողություններով զբաղվել։ Ալավերդիում եք կարծեմ այդպես եղավ, այլ համայնքներում եք, որ ընդդիմադիր, այսինքն հակառակ ֆրակցիայից ինչ-որ 1-2 հոգի չգիտեմ ինչ ֆոկուսներ եք անում, քրեական գործով հաղթեցնում եք, թե համոզում եք, թե ինչ-որ պաշտոն եք խոստանում, այդ մարդը գալիս ձեր օգտին է։ Իսկ գուցե լավ ենք աշխատում ու մեր գաղափարախոսությունը այդ մարդուն սկսում է դուր գալու մեր արած աշխատանքը դրա համար որոշում են, որ մեր օգտին են քվեարկելու, ինչ ենք մենք մեր թիմը 14 մանդատ, թե 99 ընդանուր մաքսիմում թիվը դրել էինք, դրա համար էլ տեղ չունեինք այլ ավականիների կամ այլ տեխնազուների ներգրավելու, գուցե եւ տեղը լինեն ես գաղափարները 170 աշան տարբեր են եւ չեմ կարծում, որ Վարդան Ղուկասյանի կամ Արտուն Գրիգորյանի կամ այլ մյուս 8 ուժերի ցուցակում եղած մարդիկ քաղաքացիական պայմանագիր կուսակցությանը ճանապարհ ունեին անցնել։ Պարոն Աբրաշյանյան, եւ երկու հարց, մեկը վերաբերում է այն ամենայնիվ ԿՊ-ն, հա, տեխնազու առաջադրել է քաղաքապետի եւ երկրորդ արդեն մի քանի օր է ձեր հնարավոր հրաժարականի մասին է շրջանառվում, ասում են SMS եք հաստատել։ Ես բնականաբար հրաժարական չեմ ներկայացնելու, վստահ ասում եմ, որ լավ արդյունքներ գրանցելու պարագայում որևէ մեկը աշխատանքի չի ազատվելու եւ ես բարձր ճակատով, ինչպես ընտրություններից սկզբից էլ ասել եմ, բարձր ճակատով քայլել եմ Գյումրիում ու շարունակելու եմ քայլել Գյումրիում, գյումրեցիների աշկերի մեջ նայել, այդ թվում բոլոր ընդդիմադիր տեխնազուները իրենց ավականու անդամների։ Իսկ հաջորդը տեխնազուի մասով մոտ օրերս մանդատները վերցնելուց հետո կլինեն պաշտոնական հայտարարություն, այդ ժամանակ կիմանանք։ Ինչի՞ կարծես թե չեն բան անում, որ տեխնազու պետք է առաջադրել, կարծիքներ հնչում են ամեն դեպքում, դուք ինչ կարծիք եք, անձամբ ձեր կարծիքը եւ եթե դուք եք կարծում, որ այո պետք է ձեր տեխնազուին առաջադրեք, ինչ հաշվարկով, ինչ հույսով ու ակնկալիքով։ Ես կառաջնորդվեմ պաշտոնական հայտարարությամբ եւ կսպասենք, որպեսզի լինի պաշտոնական հայտարարություն։ Հնարավոր է չառաջադրեք։ Ես ասում եմ պաշտոնական հայտարարության ժամանակ հստակ դիրքորոշում կհայտնի, բայց բնականաբար 17200 քվ ստացած ուժը, որը ունի ամենամեծ խմբակցությունը, իր դիրքորոշումը ավելի հստակ ու ճիշտ արտահայտելու է հայտարարության ժամանակ։ Ակնկալիքով, պարոն Աբրաշյանյան, եթե դուք ակնկալում եք ստանալ ընդդիմադիրների քվե, որ ընտրվի ձեր տեխնազուն, այդ սցենարը օրինակ ձեզ համար մենք սպասում ենք Մենք սպասում ենք մանդատների վերցնելուն, որտեղ մինչև 14-ը դեռ ինքնապատասխանի ժամանակ կա, հասկանանք մանդատները ովքեր են վերցնելու եւ ինչ դիրքորոշում կունենան հայտնելու։ Իհարկե, այն մյուս խմբակցությունները, այն մյուս ուժերը հայտարարել են, որ
սատարելու են Վարդան Ղուկասյանին, կոմունիստական կուսակցությանը եւ 14-ից հետո նոր հստակ բարձ կլինի։ Պարոն Արաշյանին, այսինքն իշխանության հույսը առավելագույն շատ քվե ստանալով քաղաքապետ ընտրելն է, որտեղ երկրորդ փուլը նման հնարավորություն է տալիս, երբ որ առաջին փուլով 50+1-ով չի ընտրվում քաղաքապետ, երկրորդ փուլը արդեն ասում է, որ իշխանության հույսը ու իշխանության ուժը օրենքն է, մենք պաշտպանում ենք օրենքը եւ մեր քաղաքացիների քվեն։ Դրանով ստանում ենք ուժ ու հնարավորություն հետագա մեր գործընթացները ճիշտ կառավարելու համար։ Դուք ձեր հույսը դեռ չեք գտվել, որ դուք ունենաք Գյումրիում քաղաք։ Մենք երբևիցե հույսը չենք կտրում կամ երբևիցե չենք խորանում, ինքնանպատակ չէ մեր համար, ի սկզբանե էլ ասել եմ, ինքնանպատակ չէ, եթե գյումրեցիները ու գյումրեցիների կողմից ձայն ստացած ավականիները որոշում կկայացնեն, ըստ այդմ արդեն բարձ կլինի ամսի 16-ին։ Կլինեն օրինակ ընդդիմադիր դաշտից։ Ժորժ ջան, մենք սկսում ենք գնալ դեպի գուշակումների դաշտ եւ որտեղ դուք մենակ եք, հիմա ԿՊ-ն մենակ չէ, ԿՊ-ն 14 ԿՊ-ն թիմը այս պայն ավականում, եթե ընդդիմություն իշխանությունն այն, ԿՊ-ն մենակ է եւ կա ընդդիմադիր ամբողջ զանգված, ունի 4 ուժ։ Դե շատ ճիշտ է, հենց եկել է այն ապացուցելու, ինչի մասին մենք ամբողջ կարոզարշավի ընթացքում խոսում ենք, երբ որ մենք ասում ենք, որ բոլոր ուժերը իրար հետ են ու բոլոր ուժերին ցեն տալու վերջում տալու եք այդ ցենը մեկ տեխնացուին, բոլոր այն ուժերը, որոնք այսօր անցած են, այն ուժերը, որոնք այսօր շեմը հատել են ու այնտեղ են, երբ որ մենք արդեն 2 ամիս ասում ենք, որ այս ամեն ինչը բերելու է, հանգեցնելու է 4 ուժերով միանալու են իրար, որևիցե մեկին ցայն տալու եք մեկ անձի, այդ ժամանակ բոլոր են ուժերը ասում են ոչ, քաղաքացիական պայմանագիրը վերջացնեմ, քաղաքացիական պայմանագիրը փորձում է մանիպուլացնել, մենք նման բան չունենք, մենք իրար ցեն չենք տալու, մենք մեր ցեները պահելու ենք։ Հիմի ապացուցվեց կոալիցիա չի նա։ Հիմի Երևանում այդպես չի, Երևանում այդպես չի, Երևանում ամենաշատ ցայն հավաքած ուժի կողքն է համախմբվել այլ ուժեր եւ ունենք Երևանում քաղաքապետ, իսկ այստեղ մեր քաղաքացիական պայմանագրի կուսակցությանը մեր սարիգը երկրորդ տեղ ընկած տեխնացուից 2 անգամ գրեթե ավել ձայներ է հավաքել եւ ընդհանրապես նույն բանի մասին չենք այդտեղ արտար չի ուղղակի արտար չի, երբ որ 2-3 հազար դե իմ կարծիքով ընդրական օրենսգրքի մեջ խնդիրներ կան այս պարագայում, որովհետեւ չի կարող 17200 քաղաք Գյումրին քաղաքացիները տան 17200 ցեն մեկ ուժի, մեկ տեխնացու եւ 2-3 հազար ցեն հավաքողներ հավաքվեն 4-5 հոգով որոշեն վերջացնեմ, որոշեն որ ով է լինելու Գյումրու քաղաքապետը։ Այս ամեն ինչը ի սկզբանե ինչ որ ասում եմ նաեւ ձեր այդ հարցազրույցների ժամանակ, այս ամեն ինչը ցույց տվեց իմ արտարացի խոսքը, որ Գյումրեցու ու գյումրեցիների ընդհանրապես հետաքրքիր չեն ուժերը, որոնք այսօր Երևանից կամ Գյումրիում այս իրավիճակը ստեղծել են, իրանց ընդհանրապես հետաքրքիր չէ ոչ Գյումրին, ոչ է գյումրեցին։ Կոմունիստական կուսակցությունը Գյումրիում ցեն չուներ տանելու։ Չեմ զարմանա, որ շուտով մավզալեյ կառուցենք քաղաքապետարանի կողքը կամ հետ կամ ինչն էր ԿՊ-ի դեմ 17200 ցեն, շուտով դե մի Ժորժ ջան, հիմնականում երկու, այսինքն ձեր թիմի քաղաքական ուժի մեկնաբանությունը այն էր, որ այնտեղ հիմնականում երկու նախկին ղեկավար նախագահների ներկայացուցիչներն են կամ թիմերն են դուրս եկել պայքարի եւ հիմա ասում եք այսքան ձայն ունենք, ստացվում է հանրագումարով ամեն դեպքում իրենք ավելի շատ ձայն ունեն, քան քաղաքացիական պայմաններ։ Չէ, ստացվում է, որ իրանք խաբեցին մեր քաղաքացիներին եւ ամեն մեկը իրանք ձայները տանելով հետո հավաքվան իրար կալով։ Որովհետև կային տեխնացուներ, որոնք իրենց քարոզարշավի ընթացքում հստակ իրենց ձայները ապավել են նաև նրա համար, որ այլ ընդդիմադիր տեխնացուներ չլինեն Գյումրու քաղաքապետ։ Այդ համարում եմ խաբել գյումրեցիներին, նաև համարում եմ գյումրեցիներին խաբել, երբ որ ի սկզբանե ասվում էր, որ մենք կապ չունենք Երևանի Հայաստանի Հանրապետության նախկին երկու նախագահների հետ։ Մենք մեկս մյուսիս հետ կապ չունենք։ Ժորժ ջան, իմ ասելով չէ, գյումրեցին այդ ամենը շատ լավ տեսել է։ Գյումրեցին քվե է տվել քաղաքատեխնացուին շատ դեպքերում դիդարգելով իրեն որպես քաղաքապետ։ Դեպքեր կան, կներեք, դեպքեր կան ու շատ կան տեխնացուներ, որոնք
ամբողջ քարոզարշավի ընթացքում քաղաքացիներին մոլորության մեջ են գցել, քարոզարշավը տանելով այն ուղղությամբ, որ ընտրելով ինձ չի լինելու ոչ նախկինը, ոչ ներկան, լինելու է նոր քաղաքական ուժ։ Հետո իրենց գործողություններով ցույց տվեցին այն, ինչի մասին մենք երկար ժամանակ խոսում ենք։ Հիմի ժողովրդավար գործընթացը այդ լրիվ ծեր հետ համաձայն եմ, իրավական դաշտում ժողովրդավար գործընթաց է, բայց բարոյական դաշտում գյումրեցիներին մոլորեցնելը այդքան էլ ազնիվ չէ։ Պարոն Հարությունյան,